տաղավարում հյուրընկալել ենք Սերգեյ Մելքոնյանին, նա պատմական գիտությունների թեկնածու է, ապրի Արմենիայի, գիտաշխատող, Վար Մելքոնյան, բարի գալուստ, եւ մինչեւ հարցս տալը մենք շատ ենք խոսում այն մասին, որ ինչ հայտարարեց Ուիտքոֆը, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչը, այն մասին, որ Հայաստանին եւ Ադրբեջանին առնչվող հարցերը քննարկում են թուրքական հետախուզության հետ, Իբրահիմ Քալանի եւ Հական Ֆիդանի հետ եւ կարող է երբեմն հերոստատիտողների մոտ ստեղծվել տպավորություն, թե սա ինչ որ լրատվական արտահոսք է, որևէ մեկի վերլուծությունն է, բայց փաստն է այն, որ դա հրապարակային հենց Ուիտքոֆի արած հայտարարությունն է։ Ու հենց հիմա առաջարկում եմ եւս մեկ անգամ տեսնել դա։ So Tom in Turkey has Թոմը Թուրքիայում երկու մարդ ունի, որոնք շատ կարևոր են այս ամենի մասով, ինչ կատարվում է այդ տարածաշրջանում։ Մեկի անունը Իբրահիմ է, որը Թուրքիայի հետախուզության ղեկավարն է, մյուսի անունը Հական, որը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ And I might end up with a problem in Azerbaijan or Armenia, could be a Ukrainian issue, and these gentlemen I'm referring to in Turkey are experts in all of these areas. And I'm encouraged in the Trump administration, this is how he works, to call Tom on the phone and to say to Tom, what's Ibrahim's insight as to this. Երբ ես Ադրբեջանին կամ Հայաստանին, Ուկրաինային առնչվող որևէ խնդրի եմ բախվում, Թուրքիայում այս երկու ջենտլմենները այս ամենի մասնագետներն են։ Թրամփի վարչակազմում ինձ խրախուսում են։ Նախագահն այսպես է աշխատում՝ զանգել Թոմին եւ հարցնել, ինչ տեսակետ ունի Իբրահիմը դրա մասին։ Այսպես մենք միասին ենք աշխատում։ Կան հաջողության բազմաթիվ օրինակներ, քանի որ մեր վարչակազմերը շատ լավ են շփվում։ Եվ այսպես չեմ կարծում, թե որևէ մեկը Հայաստանում շոկի է ենթարկվել այս հայտարարությունից, զարմացել է այս հայտարարությունից։ Կարծում եմ տրամաբանական ու պարզ էր, որ ամերիկյան վարչակազմը Հայաստանին եւ Ադրբեջանին առնչվող հարցերը ամեն դեպքում թուրքական կողմի հետ քննարկում է, Թուրքիան գլխավոր դաշնակիցն է Միացյալ Նահանգների, բայց ինչու։ Եվ ինչ հարցեր Հայաստանին առնչվող ըստ ձեզ ինչ հարցեր են մինչև այս պահը, հաշվի առնելով թե ինչ զարգացումներ եղան, քննարկել ամերիկյան վարչակազմը եւ թուրքական հետախուզությունը։ Անկեղծ ասած, ինձ չի թվում, որ այդ ինչ որ մեծ նորություն է ժողովրդի համար եւ լայն հասարակության համար, այս հարցին կա մի քանի հատ պատասխան, 3 հատ շերտ, ուրեմն ռազմավարական մակարդակից հիշենք, որ նույնիսկ Բարակ Օբամայի առաջի կադենցիայի ժամանակ, երբ որ ընդունվել էր Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, այնտեղ հստակ նշված էր, որ Միացյալ Նահանգները չպիտի ծախսեն իրենց ռեսուրսները ինչ որ հեռավոր տարածաշրջաններում գետնի վրա տեղակայվելու համար, այլ իրենց հարցերը պիտի լուծեն իրենց դաշնակիցները։ Եվ իրենց դաշնակիցը այստեղ գետնի վրա Թուրքիան է, եւ այս մոտեցումը չի փոխվում։ Երկրորդը, եթե իրանք ուզում են ինչ որ հարցեր լուծել, այս տարածաշրջանում կա 3 հատ պետություն։ Այո, իրանք ունեն կապեր նաեւ Ռուսաստանի հետ, իրանք ունեն կապեր Թուրքիայի հետ, ավելի քիչ կապեր Իրանի հետ։ Բայց հաշվի առնելով, որ իրենց շահերը ստեղ շատ པարզ ձևով համընկնում է, ակնհայտորեն նախընտրելու է աշխատել իրենց դաշնակիցի հետ։ Եվ ինձ թվում է Վիտկոֆը անկեղծ էր, երբ որ վերջում ասեց, որ իրանք հեռախոսազանգով են լուծում հարցերը, սա Տրամփի թիմի աշխատանքային այսպես մոդել է, որ այսպես բյուրոկրատիան կարողանան հաղթահարեն եւ շատ ուղիղ կապով լուծում են հարցերը։ Բայց ինչու Թուրքիան, ինձ թվում է ամեն ինչ պարզ է, այստեղ ինչպես Սիրիայում, նույնպես Հարավային Կովկասում երկուսի շահերներ համընկնում են։ Եվ հիշեցնեմ Տրամփի առաջի հայտարարություններից մեկը, երբ որ ինքը շնորհավորում էր Էրդողանին, երբ որ Ասադի ռեժիմը տապալվեց, ասելով որ սա մեծ հաջողություն է Թուրքիայի համար, որտեղ բոլորը հասկանում են, որտեղ ժողովրդավարության մասին խոսք չի գնում։ Մեծ հաջողություն է Թուրքիայի համար, որովհետև Ռուսաստանին եւ Իրանին կարողացան այդ տարածաշրջանից ետ մղել, բայց ոչ մինչև վերջ։ Նույնպես Հարավային Կովկասում։ Եթե Իրան կարող են Թուրքիայի միջոցով նվազեցնեն Ռուսաստանի դերը, թույլ չտան, որ Իրանը ավելի ներգրաված լինի տարածաշրջանային գործընթացների մեջ եւ աճի բնականորեն sense Թուրքիայի դերը, ապա Միացյալ Նահանգները ամեն ինչով այս սորակաշկին աջակցելու են։ Ես շատ ուղիղ կհարցնեմ։ Վերջին գործարքը, որտեղ Հայաստանին առնչվող տեսանք ամերիկյան մասնակցություն, Սյունիքի մասով էր։ Որը մեկը կոչում է Զանգեզուրի միջանցք, Թուրքիայում հիմա բոլորն են կոչում Զանգեզուրի միջանցք, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից է կոչում Զանգեզուրի միջանցք, սա հիմա րոպեներ անց կտեսնենք, թե ինչպես է դա անում։
Հայաստանում Թրամփի ուղի, միայն երևի Հայաստանում եւ Թրամփն են Թրամփի ուղի կոչում դա։ Այս հարցում եւս ամերիկյան կողմը աշխատել է թուրքական հետախուզության հետ, ըստ ձեզ։ Այսինքն մեծ գաղտնիք չէ նորից, որ դա Էրդողանի ծրագիրն է, որ Հայաստանի տարածքով այդ միջանցք ունենալը անխոչնդոտ անցում, պաշտոնական ձևակերպումը օգտագործեմ, ունենալը թուրքական պրոյեկտ է եւ Թուրքիայի նախագիծն է։ Այստեղ հետեւություն անենք, որ սա եւս ոչ թե Փաշինյանի դիվանագիտական հաղթանակն է, այլ թուրքական հետախուզության թույլ տվեք այսպես ասել հաղթանակը։ Եկեք հարցի վերջին մասը սկսեմ։ Ինձ թվում է մեզ համար ավելի հաղթանակ կլիներ, եթե բացվեին այլ կոմունիկացիաներ։ Առնվազն Նախիջևանով մենք կարողանանք ունենալ երկ դեպի Պարսից ծոց։ Բայց այս դեպքում քննարկվում է միայն այսպես կոչված Զանգիզուր միջանցքը։ Ինչպես մենք կարող ենք գանք եզրակացության, որ Թուրքիան ուղղակի ներգրաված էր այս գործընթացի մեջ, որտեղ տարբեր քննարկումներ կան, ասում են Թուրքիայում դժգոհություն կա, որ այսպեսի ստացվեց, կամ իրանք տեղյակ չեն։ Նախ եւ առաջ Էրդողանը եւ Ալիևը ամենաբարձր մակարդակում այս հարցերը գրեթե ամեն ամսվա ռեժիմով քննարկում են։ Երկրորդ, հիշեցնեմ, այս պատմական այցը Նիկոլ Փաշինյանի Թուրքիա, երբ որ կային ակնկալիքներ, ինչ որ Հայաստան-Թուրքիա սահմանն են, բայց այդ մակարդակում պատվիրակություն այցելում այլ երկիր, երբ որ նախատեսում են ավելի մեծ պայմանավորվածություններ, եւ այդ ամենամեծ պայմանավորվածությունը կախված էր ոչ թե Հայաստան-Թուրքիա սահմանն հետ, այլ կախված էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ։ Եվ այս վերջի էլեմենտ էս մեծ puzzle-ի Միացյալ Նահանգները արդեն բացացրին, որ այո, Թուրքիան ուղղակի այս գործընթացում ներգրաված է։ Եվ հաշվի առնելով, որ Տրամփի թիմը այս գրեթե վստահ են, որ դետալներին լիովին չի տիրապետում, հետեւաբար իրենց կարիք կա ունենալ վստահելի, հավատալի աղբյուր, որ իրանց կօգնի արդեն տարբեր դետալներից տեղյակ լինել։ Եվ այդ բոլոր դետալները տրամադրում են փաստացի թուրքական հետախուզությունը։ Ու արդյունքում մենք կորցնում ենք հայկական շահը։ Այս դեպքում, եթե մենք որևէ բան շոշափելի չստացանք, ունենանք ելք դեպի միջերկրական ծով, ունենալ ելք դեպի Պարսից ծոց, հետաբար ասելով, որ մենք բացի հնարավոր էսկալացիան որ հետաձգեցինք, սա է ամենա, չգիտեմ, հասկանալի ձեռքբերումը, այլ հարցերում ես որևէ հաջողություն չեմ կարող գրանցել։ Կարելի է ասել, որ Թրամփի 3 հետաքրքիր որ կարծեմ ադրբեջանցի լրագրողը իրեն հարց է տալիս Ալիևից եւ Փաշինյանից, իրան տպավորությունն է, որ ինքը իրենց մասին մոռացել է կամ չի հիշում, արդյոք մոտ ուզում շարունակեմ տրամաբանությունների հարցի, սա նշանակում է, որ ենթադրենք Թուրքիան միջնորդել է Թրամփի մոտ, ասել է, թե երկու հոգի գալու են, կնկարվես ինչ որ բան կստորագրենք, մնացածը մեր վրա եւ այլն, կարելի է այդպես մտածել, որովհետեւ Թրամփ նայելով Թրամփին, Ադրբեջանը Կամբոջայի հետ խառնելով, Հայաստանը Ալբանիայի հետ խառնելով եւ այլն, այդպես տպավորությունն է, որ ուղղակի մարդուն խնդրել են ինչ որ երկու հոգի կգան եւ դուրս կգան։ Գրեթե վստահ եմ, որ Տրամփը դետալներից տարապես տեղյակ չի, բայց այնտեղ կա թիմը, որ աշխատել էր, այս համ պայմանագրի շուրջ, ինչպես է պայմանագիրը փաթեթավորել, համ այս Վաշինգտոնյան հռչակագրի շուրջ, բայց Տրամփին համար Հայաստան-Ադրբեջան այսպես նախաստորագրումը ամենասենց շոշափելի հաջողություններից էր, որովհետև Հնդկաստան-Պակիստան քեյսում այնտեղ քեյս չկար, Իրանին հարվածեցին եւ ասին հասան խաղաղության, իսկ գոնե Հայաստան-Ադրբեջան դեպքում իրանք կարան փաթեթավորել, որ ինչ-որ մի բան արեցին, բայց հաշվի առնելով ինչպես իրան Տրամփը արձագանքում է այլ հարցերին, որոնք չեն վերաբերվում բուն Դոնալդ Տրամփի դերին այսպես կոչված խաղաղության գործընթացում, նշանակում մնացած հարցերը իրենց ընդհանրապես հետաքրքիր չեն։ Առաջարկում եմ միանանք Մոսկվա Հայկ Խալաթյանին, Հայկ։ Ողջունում եմ, իմ մոտ երկու հարց է, մեկը կապված է Իսրայելի հետ եւ Հայաստանի, բայց մյուսը հենց միայն Իսրայելի։ Առաջինը շատ է խոսվում Իսրայելի գործունի մասին այս վերջին զարգացումների, ինձ հետաքրքիր Սերգեյի կարծիքը, ինչքանով է լուրջ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը, թե միևնույն է այնտեղ համագործակցություն կա, որովհետեւ շատերն են նշում, որ այս գործընթացներում Տրամփի ճանապարհը եւ այլն նաեւ Իսրայելի գործոնն է շատ լուրջ որպես հակաիրանական քայլ, այդ պատասխանատու երկրորդ հարց։ Հակամարտությունը Իսրայելի եւ Թուրքիայի միջև կա այսօր միայն Սիրիայի տարածքում եւ այս վերջի հարվածը, որը տեղ ունեցավ, հիշեցնեմ, Իսրայելը փաստացի թիրախավորեց այն ռազմական ենթակառուցվածքը Սիրիայի տարածքում, որտեղ նախատեսված էր, որ պիտի թուրքական բանակը ունենա ներկայություն։
Աշոդը որ ամեն ինչ ոչնչացվել է, այնտեղ արդեն այս պերսպեկտիվան, որ թուրքերը կգան գետնի վրա։ Ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ։ Եթե Իսրայելը, այո կամ ոչ բարձրապես, եթե Իսրայելը թիրախավորում է կատարում բանակցային կենտրոններից մեկում թիրախներ Համասի, կարող է նույնը անել Ստամբուլում, օրինակ, թե Ստամբուլը անձեռնում խելի է։ Ինձ թվում է, եթե Իսրայելը դա կարողանար անել, նկատի ունեմ ունակության տեսանկյունից եւ քաղաքական կամքի տեսանկյունից, Իսրայելը դա կաներ։ Այդ հաշվառնելով շատ կարևոր է շեշտել, որ նույնիսկ բանակցային խումբը, որը Դոհայում էր, ինքը գտնվում էր Դոհայում, որովհետև նաև Իսրայելն էր կողմ, որ ինքը գտնվեր Դոհայում։ Բոլորի համար աշխատանքային միջավայր էր։ Բոլորը դրանց տեղյակ են եւ Իսրայելը դեմ չէր։ Իսկ Սիրիայի պարագայում դա Իսրայելի համար կարմիր գիծ է եւ Իսրայելը այդ կարմիր գիծը շարունակում է պահել, բայց ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան շահագրգռված չեն ոնց ուղիղ ուղղակի հակամարտության մեջ մտնեն, որովհետեւ պարզ է Իսրայելի դեմ հիմա ավելի լայն արշավը սկսել եւ իր հնարավորությունները նվազելու են, իսկ Թուրքիան հասկանում է, որ ինքը կարող է իր նպատակներին հասնի իր դաշնակիցների կամ պրոքսիների միջոցով։ Հարավային Կովկասում, Ադրբեջանի միջոցով, Սիրիայում ահաբեկչական տարբեր խմբավորումների միջոցով եւ այլն։ Ես ձեզ դեռ Էրդողան Նեթանյահու Երուսաղեմի համար վերջին, այսպես ասեմ, կռվի մասին կհարցնեմ, մինչև այդ Հայկը դեռ հարցի իրավունք է իր համար արդեն ապահովագրել, միանանք լսենք։ Բայց մինչև այդ հարց տալը Սերգեյ, տենց էլ ուզեցա հասկանամ, հիմա Իսրայելի գործոնը կա այդ Տրամպի ճանապարհի մեջ, թե դա միայն թուրքական է, պատասխանի եւ հացը տամ երկրորդ։ Տրամպի ճանապարհի մասին որևէ տեղեկություններ չկա, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում էր համ Իսրայելի կառավարության հետ, համ հրեական տարբեր լոբիստների հետ Միացյալ Նահանգներում, որպեսզի ունենա մուտք Տրամպի ադմինիստրացիան եւ իրենքը կարողացավ փաստացի մտնել եւ Տրամպից ձեռքը շեյք անել միայն այսպես կոչված խաղաղության պայմանագրի միջոցով, բայց Իսրայելին շատ կարևոր է, որ այդպիսի կոմունիկացիան լինի տարածաշրջանում եւ կարող եմ հղում անեմ Մոսադի 8-րդ ղեկավարի Դանի Յատոմին, որը իր հարցազրույցի մեջ գիտնական ասում էր, որ այո, այս այն պատերազմներից էր, խոսք գրում էր երկրորդ Արցախյան պատերազմը, որտեղ Իսրայելը ընդունեց կողմ, որովհետև շահագրգռված է, որ այդ տարածքները լինեն Ադրբեջանի տերապետության ներքո։ Եվ հաշվի առնելով, որ տրիպի կոնտեքստում, եթե լինի ոչ թե տրիպ, այսպես կոչված Զանգիզուր Միչանսկ, այս տարածքներ կլինեն թուրքական ադրբեջանական ազդեցության գոտի, անշուշտ սա բխում է Իսրայելի շահերից։ Հայկ։ Եվ հարցը, քանի որ դու մասնագիտանում ես Իսրայելի վրա եւ ծանոթ ես այնտեղ ներքին քննարկումներ, հետաքրքիր քո կարծիքը, այս վերջի գործողությունները Իսրայելի Պաղեստինի ժողովրդի դեմ, որը արդեն շատերը եւ ոչ միայն մասնակիցներ, արդեն երկրների ղեկավարներ, երկրներ արդեն որակում են որպես ցեղասպանություն, շատ լուրջ հարված է Իսրայելի համբավին, նույնիսկ արդեն խոսք է գնում իզոլյացիայի մասին Իսրայելի, ինչպես հիշում ես ժամանակին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ապարտեիդի ժամանակ, բայց միևնույն ժամանակ այս բոլոր դաժան գործողություններով Հազայի այդ Գազայի հացը չի կարողանում Նեթանյահուն լուծի։ Հիմա տրամաբանությունը ինչու՞ է, որ Իսրայելը միջև հիմա այդ քաղաքականությունը շարունակում է Պաղեստինի ժողովրդի դեմ, համ այնտեղ արդյունք չստանալով եւ միևնույն ժամանակ դրսում լուրջ խնդիրներ ունենալով, նույնիսկ Տրամպը վերջերս արդեն ասաց, որ դեմ է Իսրայելի գործողություններին, դա միայն Նեթանյահուի ցանկությունն է ցանկացած գնով մնալ իշխանության, թե այլ դրդապատճառներ կան։ Ինձ թվում է այս հիմնական պատճառներից մեկն էր, այլ դեպքում Նեթանյահուն արդեն վաղուց համաձայնվեր հասնել պայմանավորվածության Համասի հետ, որտեղ այն առաջարկները, որոնք կային Միացյալ Նահանգների կողմից, Համասի կողմից գերիների վերաբերյալ, Իսրայելը կարող է լուծել այս հարցը։ Հաշվի առնելով, որ Նեթանյահուն դիմում էր էսկալացիայի, նշանակում է, որ ինքը շահագրգռված չի կանգնեցնել պատերազմը եւ ինքը ընդհակառակ եւ կա շատ հստակ կորելացիա, նույնիսկ Իսրայելում վերլուծական կենտրոնները դա տեսել են, երբ որ նվազում է Նեթանյահուի ռեյտինգը, ինքը դիմում է նոր էսկալացիային։ Դա կարա լինի հուսիտների դեմ ինչ-որ լայն հարված, դա կարա լինի Իրանի դեմ պատերազմ եւ այլն։ Բայց իզոլյացիային վերաբերյալ այն դեպքում, եթե Իսրայելը ունի նույնիսկ միայն Միացյալ Նահանգների կողմից աջակցությունը, ինքը այդքանը լուրջ մտահոգված չի լինի կանգնեցնել իր պատերազմը, որովհետև ինչ որ այլ կողմից իզոլյացիա տեղի կունենա։ Պարոն Մելքոնյան,
Այսպեսի հարց մի քիչ հայնիկոտ հարց տամ էլի։ Ինչի Իսրայելը մեզ չի սիրում։ Այսինքն ինչի ենք ընկերությունանում Ադրբեջանի հետ, ոչ թե Հայաստանի հետ, այսինքն ժողովրդական զբաղված որ աշկն ենք հանել, որ ընդհանրեն կանոնով օժանդակում է Ադրբեջանին, ընդ որում Հայաստանի հետ ընկերություն անել եւ հայերի հետ ընկերություն անել երևի ավելի ձեռնտու կլիներ, այսինքն որտեղ այդ սև կատուն անցել, որ միջև հիմա մենք այսպեսի վիճակում ենք։ Եթե նավթի հարցներ, միգուցե իրենք օգնեն, մենք այդ նավթը իրենց կտենք, էլի։ Ինչն է խնդիրը։ Որպես Իսրայելի մասնակցած մարդ եմ ասում։ Իսրայելում 2009 թվականից երբ որ Նետանյահուն եկավ իշխանության եւ Ավիգդոր Լիբերմանն էր այս նոր արտաքին քաղաքականության ռազմավարության մշակողներից մեկը, իրանք ընդունեցին նոր ծայրամասային ռազմավարություն, որը ներառում էր ստեղծել Իրանի շուրջ ճնշման կետեր, որպեսզի իզոլացնել Իրանին։ Եվ այստեղ ամենահարմար կետը եւ այդ մուտք դեպի Իրան այդ Ադրբեջանն էր։ Իսրայել-Ադրբեջան մտերիմ կապերը պայմանավորված չեն, որ իրանք մեզ չեն սիրում։ Պայմանավորված է, որ իրանք պատրաստվում են ավելի ակտիվ գործողություններին Իրանի դեմ։ Եվ ինչպես կվնասվեն Հայաստանի շահերը, իրանք տարապես հաշվի չեն առնում։ Բայց երբ որ մենք խոսում ենք արդեն նրանց մասնով իշխանությամբ է գտնվում, ապա այո, գործող կառավարության մեջ, երբ որ կա ծայրահեղ կրոնական ճամբարը, լինի դա Բենգվիրը կամ Բեցալել Սմոտրիչը, իրանց կողմից այդ զգացմունքը կա ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև մեր Սփյուռքի հանդեպ, որովհետև իրանք տեսնում են Երուսաղեմը որպես միայն հրեական քաղաք։ Եվ սա ուղղված է ոչ միայն հայերի դեմ, դա ուղղված է նաև հույների դեմ եւ այլ կրոնական խմբերի դեմ, որոնք Երուսաղեմում գործում են։ Հետևաբար, այստեղ բացի այս ռազմավարական շահերից կա նաև sense անձնական ծայրահեղ մոտեցում այլ ազգերի եւ կրոնների հանդեպ։ Այսինքն դա անվերջ տևելու է։ Չէ, հավերժ չի կարա լինի, առնվազն ըստ հարցումները, որը մենք ունենք, գործող իշխանության ռեյտինգը գնալով նվազում է, եւ այս կրոնական ճամբարի դիրքերը գնալով նվազում են, կարճաժամկետ, եթե լինեն ընտրություններ, որոնք նախատեսված են աշուն 26 թիվ, իրանք կարող են նույնիսկ չլինեն իշխանության, բայց հաշվի առնելով լուրջ միտումը Իսրայելի հասարակության մեջ, երբ որ կրոնական եւ ծայրահեղ կրոնական հասարակությունը գնալով աճում է եւ աշխարհիկ հասարակության հերական քանակը նվազում է, դա կբերի նրան, որ ըստ տարբեր հաշվարկների 20 թվից 20 տարի անց մոտ 40% կլինի արդեն կրոնական հասարակություն եւ այս սեպտեմբերի 1-ը առաջի սեպտեմբերի 1-ն էր, երբ որ կրոնական դպրոցներ գնացին ավելի շատ աշակերտներ, քան թե աշխարհիկ ասենց հասարակության կողմից։ Եկանք հասանք իմ Երուսաղեմին ու երևի որ ասում եմ իմ հիմա Նեթանյահուն եւ Էրդողանը աչքները երևի թարթեց, միայն ես չէի ասել իմ երևի Երուսաղեմին այս շաբաթվա ընթացքում, այս երկուսը Երուսաղեմը իմն է ասելով, նա Իսրայելինն է Նեթանյահուն, Էրդողանը հիշեցնելով Օսմանյան անցյալը, այդ թուրք-իսրայելական հռետորաբանության էսկալացիան հասցրին ավելի վերին աստիճանի եւ հարցս հետեւյալն է. Եթե Հայաստանը պատմական Հայաստանը զիջում է եւ կառուցում է իրական Հայաստան, փնտրելով անվտանգություն եւ ինքնիշխանություն եւ խաղաղություն, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Թուրքիան պատմական Թուրքիայի երբևէ տիրապետության տակ եղած տարածքների մասին այսպիսի զգայացունց հայտարարություններ է անում Էրդողանը ու աչքը դեռ պահում է Երուսաղեմի վրա, դեռ Սիրիայի մասին կլռեմ հիմա ես, ու մնացած տարածքների մասին, որոնք Էրդողանը դեմ չէր լինի ունենալ իր տիրապետության տակ, որն է ի վերջո այս տարածաշրջանում այդ խաղաղության ուղին, այն ինչը Հայաստանն է անում մի կողմ դնելով պատմական Հայաստանը, թե այն ինչը Էրդողանն է անում իր անվտանգությունը եւ ինքնիշխանությունը, եթե կհամաձայնեք, կառուցելով պատմական Թուրքիայի հավակնությունների վրա։ Էպրոս մեկ էս տարածաշրջան նկատմեք Հարավային Կովկաս թե Մերձավոր Արևելք։ Տարբեր են, շատ տարբեր է ամեն ինչ այստեղ։ Չէ, մեր այն ինչ որ տեղ ունենում Մերձավոր Արևելքում, ուղղակի կախված է նրա հետ ինչ կտեղի կունենա Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով, որ Իսրայելում շարունակում են ակտիվ պատրաստվել նոր հարվածին Իրանի դեմ, պարզա, որ ինքը որակապես եւ քանակապես այլ ձևի հարված կլինի եւ անշուշտ դա արդեն կազդի մեր Հարավային Կովկասում դինամիկայի վրա։ Իսկ ինչ է վերաբերվում
պատմական եւ իրական այս դիսկուսիաների մասին կարևոր է նշել, որ պատմական Թուրքիայի պատկերում ներառվում է իրական Հայաստանը, որովհետեւ եւ մենք տեսնում ենք, որ սա միայն ռետորաբանություն չի, սա պաթոսային խոսքեր չի, մենք տեսնում ենք, թե ինչպես Թուրքիան այդ քաղաքականությունը իրականացնում է մեր ծովի արևելքում, եւ մենք տեսնում ենք ինչ իրավիճակում գտնվում է մեր սփյուռքը, լինի դա Սիրիայում, լինի դա այլ տեղերում տարածաշրջանում։ Հետևաբար մտածել, որ այս ինչ որ մեզանից հեռու իրադարձություններ եւ պատմական Թուրքիան հետ միայն Սիրիայի հետ կապված է, հյուսային Իրաքի հետ կապված է, ոչ, ինքը ներառում է նաեւ իրական Հայաստանը։ Դե Թուրքիայից հարց չունեք։ Իրականում ունեմ եւ ոչ թե Թուրքիայի մասին, այլ դուք նշեցիք ձեր խոսքի ամենասկզբում, որ Վաշինգտոնի գործարքից Փաշինյանը հնարավոր է շահեց այն, որ էսկալացիան հետաձգվեց։ Հիմա Փաշինյանը Հայաստանում հայտարարում է, որ խաղաղություն է հաստատվել, բայց ես ուղղակի չեմ կարող չհիշել, թե վաղն ինչ օր է, 5-րդ տարին է լրանալու պատերազմի, Արցախի վրա հարձակման, եւ դրանից ընդամենը 1 օր առաջ էլ նրանք, ովքեր հուշում էին, որ հնարավոր է էսկալացիա, կոչում էին պատերազմի դրոշակակիրներ, արդեն անգամ հենց ֆրազը չեմ հիշում, ադրբեջանական քարոզությունը տարածողներ, բայց մի քանի ժամ հետո պատերազմը սկսվեց։ Դուք նշում եք, որ էսկալացիան հետաձգվեց։ Ինչու եք կարծում, որ այդ էսկալացիան դեռ հավանականությունը պահպանում է։ Հավանականությունը միշտ կա։ Պատկերացրեք ամենառադիկալ սցենարը։ Պատերազմի, լայնածավալ պատերազմ Իսրայել-Իրանի միջև, Միացյալ Նահանգներում տեղի ունենում իմպիչմենտ եւ Տրամպը էլ չկա, հետո տրիպի մասին էլ ոչ մեկ չի մտածելու։ Հայաստանը էլ ոչ մեկ չկա, որը կպահի այսպես կոչված Զանգիզուր միջանցքը, որտեղ Իրանը զբաղված կլինի, եւ այդ դեպքում Հայաստանը արդեն պիտի հանձնի այդ միջանցքը, դա կարողանի խաղաղ ճանապարհով, դա կարողանի պատերազմի ճանապարհով կապ չունի։ Այս ամենառադիկալ սցենարն է, բայց իր հավանականությունը կա։ Ինձ համար այլ հարց կա, որին ես դեռ պատասխան, ես ասեմ, որոշում կայացնողներ չեմ լսել։ Այն դեպքում, երբ որ խոսում են եւ համաձայն եմ այս վերլուծության հետ, որ օգոստոս 8 պայմանավորվածությունները Վաշինգտոնում հնարավորություն տվեցին հետաձգեն էսկալացիան։ Հետևաբար մենք ինչ որ բան զիջելով ԵԱՀԿ Մինսկի խումբը 907-րդ կետ ռազմավարական համագործակցության բարձր մակարդակ Ադրբեջան, Միացյալ Նահանգներ եւ այլն, այս ամեն ինչը մենք զիջելով ստացանք 2-ից 3 տարի, դա նշանակում է, որ մենք այս 2-ից 3 տարին պիտի օգտագործենք։ Բայց այդ դեպքում, երբ որ մենք ստանում ենք նորություններ, որ ռազմական բյուջեն նվազում է 16%, երբ որ մենք ստանում ենք նորություն, որ 24 ամսից 24 ամսի տեղը պիտի ծառայենք 18 ամիս, դա չի խոսում դրա մասին, որ մենք պատրաստվում ենք, որպեսզի ուժային բալանսը 2-3 տարվա կտրվածքով ինչ որ մի ձև այս դիսբալանսը չեզոքացնենք։ Առանց այդ ուժային բալանսի հնարավոր է խաղաղություն, որովհետև հիմա ինչ ֆրազ է հնչում, որպես հիմնավորում այդ ռազմական բյուջեն կրճատելու, թե միևնույն է չենք կարող նավթային Ադրբեջանի չափ կամ 90 միլիոն Թուրքիայի չափ ռազմական հզորություն ունենալ։ Ինչու է այդ դեպքում այդ ուժային բալանսը կարևորը։ Ուժային բալանսը ստեղծում է ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էին, որ Հայաստանի բանակ պետք չի, որտեղ ինքը ագրեսիա առաջացնում հարևանների մոտ։ Սա նույն կոնցեպտն է։ Դա մի քիչ լուրջ չէ ինձ թվում է, իրականում Չէ, իրականում այդպեսի խոսակցություն կա, որ հայկական ուժեղ բանակը դա խնդիր է առաջացնում հենց Հայաստանի համար։ Լավ։ Ինչ է վերաբերվում ուժային բալանսի մասին, ուժային բալանսը ապահովում է ոչ միայն զենքով եւ տեխնիկայով, ինքը ապահովում է նաեւ դաշինքներով։ Հիմա հաշվի առնելով այն մակարդակի հարաբերությունները, որ ունենք Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, այն մակարդակի հարաբերությունները, որ ունենք Իրանի հետ, Իրանը զբաղված է Իսրայելով, մենք այլ դաշնակիցներ չունենք։ Լինի դա դե ֆակտո, լինի դա դե յուրե։ Մենք միջ այսօր որևէ պայմանագիր չունենք։ Թող լինի դա ոչ այնց Ռուսաստան, Հայաստան թղթի վրա, որը կա, բայց այն ձևով չի գործում, որը մենք ակնկալում ենք, դա թող լինի պայմանական Շուշի հռչակագրի մակարդակի պայմանավորվածություն։ Երբ որ մեզ ասում ենք մենք ունենք ինչ որ երաշխիքներ,
Խնդրում եմ Շուշի հռչակագրի պես ինչ որ մի փաստաթուղթ կարող ենք եկել։ Այդ դեպքում դու արդեն կարող ես ապահովես ուժային բալանսը, որովհետև բոլորը հասկանում են, որ Շուշի հռչակագիրը կնքված է ոչ թե Հայաստանի դեմ առաջնորդին, այլ Իրանի դեմ, որ Իրանը չկարողանա զսպի Ադրբեջանին կամ ինչ որ գործողություններ ծավալել, այնք ու ցանկանա միջանցքը բացի ուժով, բայց Իրանը փաստացի դա արեց սեպտեմբեր 22 թվականին եւ Հայաստանի պաշտոնական մակարդակով արտգործերի նախարարությունը դա հաստատել է, որ Իրանի գործոնի պատճառով ադրբեջանական զորքերը սեպտեմբեր 22 կարողացան կանգնել։ Եվ մենք այդ դաշինքները չունենք, այն ինչ որ ինչպես մենք ակնկալում ենք։ Սա հիմնական խնդիրներից մեկն է։ Բայց ակնկալելով, որ մենք կարող ենք ապահովել խաղաղություն, եթե չունենանք բանակ, Արցախում էլ է հիմա խաղաղություն։ Ադրբեջանի տեսանկյունից։ Այնտեղ ոչ բանակ կա, ոչ կոնֆլիկտ կա։ Էլի այտենց մի քիչ advocat ձևի վիճակով է։ Մեզ ինչի՞ է պետք Իրանի հետ դաշինք։ Ադրբեջանը սահմանը կբացի, Թուրքիայի հետ սահմանը կբացվի Զաժիվում։ Ինչի մենք ես Փաշինյանական տրամաբանությամբ եմ ասում, հա, եթե մեզ խանգարում է լավ հարաբերություն ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Իրանի հետ բաց սահման, եկեք փակենք, նորմալ ապրենք, այսինքն ինչն է այդ Իրանի կարևորությունը ներկա Հայաստանի համար։ Կարևորությունն է, ինչի հիման վրա են ստեղծվում դաշինքները, որտեղ շահերը համընկնում են։ Հայաստանում տեսնում ենք վտանգ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը չի տեսնում։ Տեսնում ենք։ Իրանը չի հասկանում, որ Փաշինյանը կարող է այդ մտածելակերպով մի օր ասի, որ այս Իրանի հետ բաց սահմանը մեր անվտանգության համար խանգարում է, եկեք փակենք, տրիպը կա, Թուրքիա-Ադրբեջան սահմանը կբացի, ես մենք իրանական կողմի դե արդեն բոլորս գիտենք, որ երկու կարծիք կա Իրանում, հա, ինչպես հարաբերվել Հայաստանի եւ Զանգեզուրի Միջանցքի հետ, հա։ Հիմա Իրանում հասկանում են, որ մի օր Փաշինյանը կարող է այդպիսի ինչ-որ թեզով մտնի եւ վերջնականացնի Իրանի շրջապատումը։ Անկեղծ ասած, երբ որ մեր գործընկերների հետ եմ խոսում Իրանից, իրանց մոտ այդպիսի սցենար ընդհանրապես չկա։ Իրանց մոտ այլ սցենարներ էին, թե ինչպես կանխել ադրբեջանական հարձակումը, նույնիսկ եթե Հայաստանը չդիմի օգնության, որտեղ կար երկու հատ մոտեցում։ Հայաստանը պարտադիր պիտի դիմի օգնության, որպեսզի Իրանը չմեղադրեն, որ ինքը գալիս է ինչ-որ այլ երկրի տարածքն օկուպացնում, եւ կա այլ մոտեցումը, որ մենք չպիտի նայենք Հայաստանը դիմում չի դիմում, մեր շահերը այստեղ համընկնում են, մենք են գալիս այդ միջանցքում կանգնում ենք, որ Հայաստան-Իրան սահմանը աշխատի։ Բայց այսպիսի սցենարներ, որ Հայաստանը ինչ-որ մի օր կարող է փակել սահմանը Իրանի հետ, այդպիսի քննարկումներ։ Դա Բոլտոնի ճանապարհային քարտեզն էր, որը Փաշինյանը ասել էր եւ փաստացի մենք մոտավորապես եկանք այդ վիճակի։ Ես ուղղակի հասկանում Իրանի այդ հանգստությունը ինչի վրա է հիմնված։ Փաշինյանը ազնիվ խոսք է տվել, թե ինչ։ Այո, Իրանում մեզ ասում են, որ այն մտահոգությունները, որը մենք ունենք, մասամբ հայկական կողմը արդեն բավարարել է, բայց կան այլ խնդիրներ, որը պիտի քննարկենք։ Իրանց համար մնացել է երկու հատ, իսկ ռուսական կողմին գցելը, խաբելը Իրանի համար դա չէ։ Իրանք ավելի շատ են մեղադրում Ռուսաստանին, քան թե Հայաստանին, ավելի пассив լինելով եւ իրանք զարմացած էին այսպես փափուկ հայտարարությամբ, որը տեղ ունեցավ Վաշինգտոնի սամիտից հետո Ռուսաստանի կողմից։ Իրանում կա երկու հատ ընդամենը մտահոգություն։ Չէ, եկեք մի հատ էլ բան անենք, էլի Փաշինյանը ստորագրել է ռուսների հետ երկրակողմ։ Այո, հա, եւ հիմա իրանք իրաց մասով չեն կատարել Ադրբեջանը իր մասով, Փաշինյանն էլ իր մասով չի արել, հա, եւ նաեւ օրինակ Ռուսաստանի մեջքի հետո գնացել է ճանաչել Արցախ-Ադրբեջանի կազմում իրենց գցելով շատ վատ վիճակի մեջ։ Այ գոնե այդ գործողությունները իրենց ուղղակի ինչ-որ վտանգի բան չեն անում, այսինքն Վահան Կոստանյանը գնացել է մամերով երթվելով իրենք նրան հավատացել են։ Այդտեղ կա երեկատ կոմունիկացիայի կանալ, որ իրանք օգտագործում են անվտանգության խորհրդի մակարդակով, ԱԳՆ-ի մակարդակով եւ երկրի ղեկավարների մակարդակով։ Եվ այդ բոլոր մակարդակներում իրանք ստանում են սիգնալ, որ որը մտահոգություն չկա, մենք հիմա նոր ծրագիր ենք սկսում, նոր կամուրջ ենք կառուցում Հայաստան-Իրան սահմանում եւ սա ցույց է տալիս, որ ընդհակառակ մենք շահագրգռված ենք, որ Հայաստան-Իրան սահմանը աշխատի։ Դրա համար ասում եմ, Իրանում այդպիսի մտահոգություններ չկան, բայց այս քայլը, որը դուք հիշեցիք, որ Հայաստանը ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմում, դա իրենց համար մնում է շատ մեծ հարցական։ Եվ այս արգումենտացիան չի աշխատում։ Երբ որ ասում են դե մեր դեմ հարձակվան սեպտեմբեր 22-ին, հետեւաբար արդեն պիտի ճանաչենք, որովհետև մեզ ոչ մեկ չօգնեց։ Իրանցիները ասում են, եթե դուք խնդիր ունեք օգնելու, ինչու մեզ չդիմեցիք։
Ես դուք իսկապես ուզում եք պահեք Արցախը, ուզում եք չտակ Զանգեզուր միջանցքը, այս երկու հարցը առնվազն այդ վաղ 22 թվին մենք կարանք փակենք, որտեղ իրավիճակը լրիվ այլ էր։ Հələ Սիրիան կար, հələ Իսրայելը ցենց պատերազմ չկար, այս մեծ հարցը իրանց մոտ դեր մնում է։ Իսկ ինչի Իրանը, այսպես ասենք, չօգնեց, բայց Ադրբեջանի կողմից էր, հա, երբ որ Արցախյան այդ պատերազմը վերջացավ, Իրանը ճանաչեց, ողջունեց այդ ամեն ինչը, ինչի վրա են իրենք խաղադրույք դրել այդ ժամանակ, ինչ են բացատրում։ 90 թվականներից Իրանը աջակցում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Եվ բայց մի շեշտում էր, որ փոքրամասնությունների իրավունքը պիտի ապահովված լինի։ 23 թվականին իրանք ավելի մտահոգված են, որ Ադրբեջանը կբացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Եվ այդ ամիս, ես հիշում եմ, ՊՆ-ի մակարդակով, ԳՇ-ի մակարդակով Իրան-Ադրբեջան կային հանդիպումներ հերոսազանգեր, եւ Իրանի համար կարևոր է ստանալ վստահություն, որ Հայաստանը իրանք ձեռ չեն տալու եւ չեն փորձի հարձակվեն։ Իսկ Արցախի հարցը այնտեղ կան ռուս խաղապաները, իրանք այս հարցը կլուծեն։ Բայց երբ որ լիովին փոխվեց իրավիճակը, որpիսի չլինեն ընդհանրապես օրակարգից դուրս, իրանք արդեն ասցին, թե եթե Հայաստանը ճանաչում է, Թուրքիան ճանաչում է, Ռուսաստանն է համակերպվեց, դե ուրեմն մենք պետք է ճանաչենք, եթե Հայաստանը արդեն ընդունում է, որ սա Ադրբեջանի տարածքն է։ Իմ վերջի հարցը Ռուսաստանը համակերպվեց այս իրավիճակի հետ ինչը տիրում է Կովկասում։ Շատ դժվար հարց եք տալիս։ Հիշում եք այս բանը Кавказская пленница. Ասում ենք выпьем за то, чтобы наши желания совпадали с нашими возможностями. Հիմա գուցե իրանք շատ ցանկություններ ունեն որոշ բաներ տեղի չունենային, եւ parza որ այս իրանց շահերը ընդհանրապես չէր համընկնում, որովհետեւ կային տարբեր ասենք փորձագետներ եւ մենք իրենց գիտենք, ով խորհուրդ էր տալիս, որ այդ դեպքում եթե շատ դժվար է պահել Արցախը, տեսնում եք Հայաստանը հրաժարվել է, ավելավ պայմանավորեք Ադրբեջանի հետ եւ ունակ Ադրբեջանը որպես դաշնակից տարածաշրջանում, այլ ոչ թե Հայաստանը կամ Արցախը, այդ դեպքում ավելի պինդ դիրքեր կունենա, Ալիևը Մգիմոյցը ձեր ընկերն է, հաստատի եւ դա իրան կոչում են գեոպոլիտическая компенсация։ Դա փաստացի չաշխատեց եւ վերջում Ալիևը բոլորին գցեց եւ գնաց պայմանավորվեց Միացյալ Նահանգների հետ։ Եվ այո, այս ամեն ինչը չգնաց այս հնարավոր սցենարով։ Արմեն Մելքոնյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։